Մենք շարունակում ենք մեր ակցիաները ընդդեմ Նիկոլի հանցավոր ռեժիմի եւ ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու եւ այս անգամ ամենաշատը մեր ակցիան ուղղված է հենց Միքայել Սրբազանի հանդեպ ընդունված հանցավոր որոշման դեմ, որովհետեւ այդ որոշումը ամբողջությամբ փաստացի խախտում է Հայաստանի Հանրապետության օրենքը եւ խախտում է հայ ազգի վեհագույն օրենքը, որը հոգեվոր դաշտն է։ Եվ այդպես մենք ընդհանրապես ասեմ, մենք որևէ ձևով, ամեն անգամ ասում ենք, մենք որևէ ձևով չենք ուզում լինել քաղաքական ուժ, ոնց որ ոմանք սկսում են հիմա մեզ ներկայացնել։ Չենք ուզում լինել քաղաքական գործիչ։ Մեր ակցիաները ուղղված են դրան, որ ցույց տանք, որ հասարակությունը, ոչ թե քաղաքական ուժերը, այլ հենց բուն հասարակությունը պասիվ չէ եւ հասարակության վառ ներկայացուցիչներ, ինչպիսին մենք ենք, դեմ են այս ամբողջի։ Սա մեկ, որպեսզի Նիկոլի համար դաս լինի, որ միայն քաղաքական ուժերը չեն իր դեմ, ոնց որ ինքն է համարձակվում ներկայացնել։ Եվ երկրորդը, այս անգամ երկրորդ նպատակը մեր այս ակցիայի, նաեւ վերջապես կոչ անել ընդդիմությանը միավորվելու եւ լուրջ քայլերի անցնելու, որովհետեւ մենք պնդում ենք եւ առաջիկայում դեռ շատ ավելի ակտիվ կպնդենք, որ ընտրությունները հանցագործի համար չեն։ Հանցագործը չի կարող մասնակցել ընտրությունների։ Հանցագործը, ինչպես ասվում է հին հայտնի կինոյում, հանցագործը պետք է նստի բանտում, այլ ոչ թե մասնակցի ընտրությունների։ Տիկին Մանանջյան, ձեր բոլոր ակցիաների ժամանակ պաստառները հատկապես աչքի են ընկնում, այսօր եւս այստեղ եք պաստառներով, տեսնում ենք, որ Արարատ լեռան վրա, Մայրտաճարի վրա, Սրբազանների վրա խաչեր են։ Այստեղ մենք ներկայացնում ենք այն հայտնի Նիկոլի խաղաղության գինը։ Այն խաղաղությունը, որի մասին շարունակաբար պնդում է Նիկոլը, փաստացի խաղաղություն չէ, այլ ամբողջությամբ հանձնված վիճակ։ Եվ նորից ու նորից Նիկոլի կողմից հայտարարված 4-րդ հանրապետությունը ոչ այլ բան է, քան Հայաստանը Ադրբեջանի կազմում։ Սա վերջապես պետք է ամբողջ հայ բնակչությունը, հայ ժողովուրդը ընկալի։ Եվ դրա համար մենք ասում ենք, սա է Նիկոլի խաղաղության գինը։ Առանց Արցախ, առանց Արարատ, առանց Հայաստանի Հանրապետության, առանց Սրբազանների, առանց Էջմիածնի, սա է Նիկոլի խաղաղության գինը, եւ մենք որևէ ձևով պատրաստ չենք այդ գինը վճարել։ Ինքը կարողացավ խաբել հասարակությունը օգտվելով տարբեր գործոններով եւ հանձնել Արցախը, եթե ոչ վաճառել Արցախը։ Ինքը կարողացավ այս կամ այն ձևով օգտվելով նորից մարդկանց պասիվությունից, բայց ել ավելի շուտ ընդդիմության անհամերաշխությունից ինքը հանձնեց Հայաստանի Հանրապետության մի շարք տարածքները, Տաուշում, Սյունիքում, Վայոց ձորում եւ որևէ մեկը ձայն չհանեց, չնայած այո բողոքներ լինում էին, բայց հստակ քայլեր ոչ մեկ չձեռնարկեց։ Հետագայում իրեն հաջողվեց ձեռբակալել սրբազաններին, չնայած նորից, իհարկե, բավականին լուրջ ակցիաներ եղան, այնուամենայնիվ հանցավոր որոշում Միքայել Սրբազանի հանդեպ այլևս արդեն իսկ կիրառվեց, այո բողոքարկվելու է, այո պրոցես է, բայց հանցագործությունը արդեն իսկ այն, որ սրբազանները նստած են մեզանում։ Տիկին Մանանջյան, ձեր այս բուժկու հավաքները շարունակվելու են, թե այսքանով կսահմանափակվեք ի վերջո, քանի որ նախորդ անգամ էլ նման քանակով մարդկանցով եք հավաքվել եւ Ես նորից ասում եմ, սա կարծրատիպ է, ընդ որում վտանգավոր կարծրատիպ է, մտածել, որ մարդկանց քանակը ինչ-որ բաներ որոշում է։ Այս կարծրատիպի պատճառով է, որ Նիկոլը կարողացավ գալ իշխանության, որովհետև 18 թվականի այն այո շատ բազմամարդ հավաքների հիմնական այդ հիմքը շատ ծանր էր եւ զզվելի։ Ես մինչև հիմա ընդդիմադիր էի միշտ։ Երբ որ 94-96 թվականներին ես ղեկավարում էի ուսանողական շարժումը եւ այդ ժամանակ պայքարում ենք Լևոնի դեմ։ Այո, ես խոսում եմ այն ամեն ինչից, ինչ որից ես համարում եմ ճիշտ, լավ։ Ուրեմն 94-ից 96 Լևոնի դեմ ենք պայքարում, 2004-ին պայքարում ենք Քոչարյանի դեմ, հետո պայքարում ենք Սերժի դեմ 2010 թվականին մեծ բազմություններով։ 18 թվականի ես հիշում սարսափելի այն զանգվածը, որ դուրս էր եկել եւ ասում էր՝ «Վայ, հեսա Սերժի մաման մահանալու է»։ Դա սարսափելի նողկալի էր։ Դա բազմություն էր ցավոք սրտի, այո։
Դրա համար ընդհանրապես եկեք դադարենք խոսել բազմության մասին։ Ինչ եք կարծում այս անգամ հաջողություն կունենաք։ Ասեմ, այս անգամ մենք ունենք հեսապատասխանեմ, մենք այս անգամ ունենք եւս մի նպատակ, մենք կոչ ենք անելու ընդդիմությանը միավորվելու եւ դեռ ավելին։ Մենք ձեռնամուխ ենք լինելու այլևս։ Չեմ ասում կազմելու, բայց նպաստելու, որ ձևավորվի ազգային ճակատ։ Իրական ճակատ, այո, այս անգամ հույս ունենք։ Այո, ոչ թե մեզ միանա, իսկ ընդհանրապես ոչ։ Իրանք իրար միանան, պետք չէ որ մեզ միանան։ Մենք նման կոչ չենք արել եւ չենք անում։ Հիմա բոլորը ինչ որ ընդդիմությունում վախեցել են, սկսել են ինչ որ բաներ մեր մասին ասել, բացարձակ ոչ նորից ասում եմ, ոչ իրենց աթոռներն են մեզ պետք, ոչ իրենց կոստյումներն են մեզ պետք, ոչ մի բան։ Մենք ձեռնամուխ ենք լինելու ազգային ճակատի ձևավորման։ Դա նշանակում է, որ մենք հանդիպելու ենք տարբեր մարդկանց հետ եւ համոզելու ենք, որ իրանք իրար հետ միանան։ Արդեն սկսում ենք հանդիպել։ Դրա մասին եկեք չխոսենք։ Գաղտնիք են ստանում ձեր հավաք։ Գաղտնիք չէ, անիմաստ է խոսել հիմա, քանի դեռ ինչ որ լուրջ բաներ չեն եղել։ Հենց որ լինեն, մենք անպայման ձեզ տեղյակ կպահենք։ Այս ակցիաները լուրջ են իհարկե։ Իմ բոլոր ասացները լուրջ են։ Իսկ նախորդ անգամվա հավաքը ինչ հոգուց տվեց, որ այս անգամ կրկին կազմակերպել եք բողոքի ակցիա եւ ինչ ակնկալիք ունեք հաջորդիվ պատրաստվելու նման թեկուզ քանակով կամ ավելի միգուցե կազմակերպելու եք ակցիան։ Ես Նիկոլի լրտեսը գալիս է մոտ։ Ասեք, նախ եւ առաջ շատ կարեւոր է, որ մենք միշտ մի բան հստակ հիշենք։ Որևէ ձևով ոչ մի մարդ իրավունք չունի այժմ լռելու։ Եթե չեն միանում, եթե իրենք ակցիաներ չեն անում, եթե իրենք իրար մեջ շարունակում են ցավոք սրտի այս բառը ստիպված եմ օգտագործել, բայց գզվրտվել անընդհատ իրար մեջ պայքարել, կռվել եւ այլն, իսկ Նիկոլը այդ ամբողջ կռվի ֆոնին շարունակում է մնալ պաշտոնի, դա չի նշանակում, որ մենք պիտի կարողանանք մեզ թույլ տալ լուր նստել։ Դրա համար ես համարում եմ, որ այո, հաջողության հասնում ենք։ Իսկ որևէ արձագանք նախորդ մենք հսկայական արձագանքներ ենք ստանում, այո։ Ընդդիմության կողմից եւ ընդդիմության եւ իշխանության, այո։ Ցավոք սրտի դեռ բավականին ծանր են այդ արձագանքները, բայց համենայն դեպս այն ամբողջը, գիտեք, տենց շատ հստակ է։ Այն ամբողջը, որ մեր մասին ամբողջ եթերով ինչ ասես սկսում են ասել, մեզ համար դա լավ արձագանք է։ Որովհետև ես չեմ փոքրանում, չեմ նսեմանում իրենց ամբողջ պղտորումներով, փոխարենը ես տեսնում եմ, որ դրանով ինչ որ գործը սկսում է առաջ գնալ։ Իրենք գոնե սկսում են մտածել, որ անխուսափելի է իրենց միավորվելը։ Ընդդիմության մասին է խոսքը։ Իսկ Նիկոլի համար անխուսափելի է իր դատը։ Անխուսափելի է եւ ինքը շատ շուտով դատվելու է, վստահաբար։ Նշեցիք, որ ընդդիմադիրները վախեցած են ձեր նախորդ խոսքում։ Իրենք են ձեզ այդ մասին ասել, թե դուք եք ոչ թե իրենք վախեցած են մեզանից, այլ իրենք վախեցած են, որ հասարակության մեջ այլևս հնչում է, որ իրենք պարակտված են։ Դա նշանակում է, որ իրենք հասկանալու են վաղ թե ուշ, որ իրենք պարզապես կարող են ձայներ չհավաքել առանձին կհավաքի Քոչարյանը վստահաբար, առանձին կհավաքի Պատիվ ունեմը վստահաբար, առանձին կհավաքեն ովքեր են հիմա մեր ձևով, մյուսները կարող է քիչ, բայց դա բավարար չէ։ Պետք է ընդհանուր ճակատով հանդես գալ, որպեսզի Նիկոլ անգամ չհամարձակվի ընտրությունների մասնակցել։ Դուք հարցիք իրատեսական եք համարում, որ չի մասնակցի ընտրություններին։ Այո։ Ինչքան էլ դա տարօրինակ չէ, դեռ իրատեսական եմ համարում։ Իսկ ինչ եք կարծում, ինչ հանգամանքների կներեք ստեղ հարցեր հետո, հա, լավ, ահա։ Ինչ հանգամանքները կստիպեն Փաշինյանին չմասնակցել։ Առաջին հերթին հենց վստահաբար ընդդիմության միավորումը։ Եթե բոլոր ուժերը, տեսեք, մենք առանձին, ոնց որ անդադ ասում ենք, ես ցավոք սրտի նորից համարձակվում եմ պնդել, որ քաղաքական ուժերը, որպես քաղաքական ուժեր, այն ուժերը, որոնք այժմ կան դաշտում, որպես քաղաքական ուժ, ցավոք սրտի իրենց սպառել են։ Ես գիտեմ, որ միանգամից բոլորը սկսում են ասել, ոնց թե մեր այսի հիանալի ուժը սպառել են, բայց չեն սպառել իրենց մարդիկ, առանձին մարդիկ, որոնք որ այդ ուժերում կան։ Հիանալի մարդիկ կան բոլոր երևի թե այդ փոքր անգամ կուսակցություններում հիանալի անհատականություններ, ժամանակն է, որ հսկայական, հիմա եթե ես սկսեմ օրինակ Հայաստան դաշինքից, որ վերջերս մեր հասցեին տարբեր բաները հնչեցնում տարօրինակ, այնուամենայնիվ իրենց մեջ կան փայլուն մարդիկ, նույն Գեղա Մանուկյան, նույն Արսվիկը Մինասյան, մի շարք իսկ տենց ինչ որ հիանալի մարդիկ կան, Պատիվ ունեմում Արմեն Աշոտյան հիանալի զարգացած պատրաստված մարդ է։ Մենք ունենք հիանալի մարդիկ տարբեր տեղերում։ Նայիրի Հոխիկյանը, Ստեփան Դանիելյանը, չգիտեմ, Դավիթ Հարությունյան նախկիններից, ու այդպես շարունակ ես կարող եմ թվարկել այս պահին մի առնվազն 50 անուն ասել։
Եթե այդ մարդիկ ոչ թե ամեն մեկը իր կուսակցությունով հանդես գա եւ իր կուսակցության անունը առաջ տանի, այլ հենց հանդես գա որպես անհատ եւ միավորվելու փորձ անի, ապա միանշանակ իրենց կհաջողվի այս ամբողջը հաղթել։ Մենք այժմ 1 ժամանոց նստածույց ենք անելու այստեղ։ Նստածույցից հետո ինչ եք անելու։ Նստածույցից հետո այսօր թողնելու ենք, գնալու ենք, իսկ այնուհետև այլ բաներ ենք նախատեսել, որ շուտով կհրապարակենք։ Այդ նստածույցը ինչ կտա։ Նորից կտա, որ հասարակությունը ընկալի, ձեր շնորհիվ նաև, որ պետք չէ пассив մնալ, որ հնարավոր է պայքարել եւ հիմա շատ ու շատ մարդիկ, սովորական մարդիկ, ովքեր որ չեն կարող պայքարել, որովհետեւ չգիտեն ինչպես պայքարել, բայց մեզ գրում են, որ իրենք պատրաստ են պայքարել ու պարզապես ձևը չգիտեն ու եթե այդ ձևը իրենք տեսնեն, ապա միանշանակ դուրս կգան հանցագործ թշնամու դավաճանի դեմ։ Ես այսօր նորից ասում եմ, մենք կոչ չենք արել։ Եթե մենք կոչ անենք, ու դուք տեսնեք, որ ես կոչը, մենք ձև ենք ցույց տալիս այո։ Հենց որ մենք կոչ անենք, այդ ժամանակ նոր կհարցնեք ինչու ենք քիչ։ Այո, մենք ասում ենք ձև։ Մենք ասում ենք նույնիսկ 3 հոգի կարող են դուրս գալ, պաստառ նկարել եւ դուրս գալ պայքարի։ Ոնց որ օրինակ Միքայել Սրբազանի դատավարությանը կային սովորական մարդիկ, որ գրել էին ազատություն Սրբազանի, անգամ մեկը գրել էր, որ այսօր Սրբազանը, վաղը դու եւ այլն։ Հիանալի, պայքարի ձև։ Ձեզ էլ շնորհակալություն։ Շնորհակալ